ով է ստացել տասնյակ միլիոնավոր պարգևատրում։ Մի դեպք է եղել, ֆինանսական տնօրենը 10 տարի աշխատելուց հետո դիմում է եղել ազատման, ընկերությունը գնահատելով նրա 10 տարվա կատարված աշխատանքը որոշակի, այսպես պարգևատրում է տվել, որպես գնացող մարդ։ Թող երկրորդ դեպքը մատնանշի։ Գիտեք, շատ այսպես արվում են հայտարարություններ, ես օրինակ պատրաստ եմ առաջի օրվանից իմ յուրաքանչյուր արած հայտարարությունը յուրաքանչյուր ձեր ցանկացած ժամանակ մեկնաբանել եւ դուք կտեսնեք տարբերություն կա թե ոչ։ Պարոն Ղազարյան, իբրև այլ մեղադրանքների երեք ֆինանսական տեսական բաժնի ղեկավարը, եթե իհարկե վարչության սխալ կնշեմ ներողություն, նաեւ մեղադրում էր համակարգված եւ համատարած ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու, ինչպես նաեւ իրական ցուցանիշներ թաքցնելու, մասնավորապես նշելով դպրոցներ, մանկապարտեզներ, զորամասեր, այդտեղ հավելադրումներ են արվել։ Հեծը, ինչպես նախկինում, ինչպես շատ ավելի նախկինում, ինչպես հիմա եւ ապագայում աշխատող օրգանիզմ է։ Չի կարող որևիցե մեկը հայտարարել, որ ես լինեմ գլխավոր տնօրեն, անհնար է, որ այդտեղ լինեն խախտումներ։ Չի կարող այդպիսի բան լինել։ Կառավարիչը ինքը ընդունեց, որ 830,000-ից շատ մեծ մասը միգուցե իմ օրոք է եղել, այդ արտահայտությունը երեք եղավ։ Երկրորդը, իրենք վարույթի նյութերում, ես դա ուզում եմ ելույթում ասել, ճիշտ ասած, ներառել են իմ օրոք, իմ թիմակիցների, մեր աշխատակիցների հետ կատարված լայնածավալ ստուգումները բյուջետային հիմնարկների, ներառել են իրենց նյութերի մեջ, այնտեղ ամսաթվող երևում է ապրիլ-մայիս ամիսներին։ Իմ ասած իմաստը հետևյալն է, ընդհանրապես պետք է ճիշտ քաղաքականություն պայքարելու։ Եթե չենք պայքարում, իհարկե, հիմա իրենք այդ ճանապարհին են։ Իրենք հիմա թող հայտարարեն, որ կոնկրետ կորուստների հետ կապված իրացման տնօրինությունում ինչ-որ բան է, բացարձակ ոչինչ չի։ Իրենք կառավարում են մեր ձևով։ Չունեն իրենց ձևը, կառավարում են մեր ձևով։ Թող այսպես փոխեն։ Երկրորդը կառավարիչ ունենալով իշխանական, այսպես չեք պատկերացնի շրջակների հետ իրապետում ես բայ։ Քարտ բլանշը 100%-անոց է։ Անգամ այդ դեպքում ես այսօր կբացահայտեմ կոնկրետ մի փաստ շատերը կան, որ իրենց օրոք կոծկվել է, այսպես ասած, շատ լուրջ հավելագրման դեպք։ Ուղղակի կոծկվել է։ Հիմա այդ լծակներ ունենալով, եթե դուք չեք կարողանում պայքարել, ապա ոնց եք պատկերացնում մեզանից պահանջել 100% ճշտություն։ Երեք դուք տեսաք, որ հարց ու պատասխանի ժամանակ կոտրվեց ամբողջությամբ համակարգվածություն։ Վարույթը 171 է։ Կա եզրափակիչ մաս։ Եզրափակիչ մասում ուղղակի գրված է։ Տիրում է, այսպես գործել է համակարգված սխեմա եւ այլն եւ այլն։ Համակարգված եւ համատարած։ Այո։ Երբ որ հարցը բացում ենք, հանձնաժողովի աշխատակազմը ասում է, դե 171 էջի սկզբում գրել էինք, որ արտաշատ ցանցում են։ Բայց մեր ժողովուրդը բնականաբար կարդում է եզրափակիչ մասը։ Այսինքն բնականաբար դա դիտավորություն է։ Ստուգումներ են արել շատ տեղերում, որտեղ եղել է խնդիր ներկայացրել են, որտեղ չի եղել խնդիր, ուղղակի չեն ներկայացրել։ Այստեղ ազնվության խնդիր է։ Եվ հաջորդը կառավարիչի ուղղակի կարող եք հարցնել։ Արդյոք բացի այսպես կոչված աշխատողների վրա ճնշում գործադրելու, տեսեք, երկու մասից է բաղկացած, հավելագրում եւ այսպես կիլովատի առևտուր։ Բացահայտել են արդյոք դեպք, որ կամ մեր աշխատակիցը կիլովատ կողանավաճառի, կամ իրենց անվտանգության տնօրինությունով, մյուսով բացահայտել դեպք, որ ինչ-որ մեկը մեզանից ոսանք է տողանում։ Խոսքը վերաբերում է քաղաքացիների Դա սեփական կարիքների մասին է խոսքը, սեփական կարիքները լինում է հետևյալ կերպ։ Հանձնաժողովը սահմանում է սեփական կարիքների, այսպես չափ։ Անկեղծ ասած, հաշվի առնելով, որ այդ չափը չենք անցել եւ հաշվի առնելով աշխատանքի այսպես լայնածավալ լինելը եւ իմ տնօրինության կոնկրետ վերահսկողական ֆունկցիայով մարդկանց քիչ լինելը,
շատ ավելի շատ ուշադրություն է դարձվել այսպես արտաքին գործոններին։ Հաշվի առնելով, որ հանձնաժողովի թույլատվությամբ չենք անցնում։ Բայց անգամ այս պարագայում հանձնաժողովը ընդունեց, որ այդ այսպես ասենք, ինքը ինչ ասեց, հաշվիչները չեն կարդում։ Այսինքն հաշվիչը թիվ ցույց չի տալիս, բայց իրենք թիվ են հրապարակում։ Դա նույն բան, ներողություն ես ավարտեմ, շատ կարևոր կտոր է սա։ Այսինքն, այսպես ասեմ, պատկերացրեք Ղազինյան Դավիթը բերում էր ինչ-որ մի հատ հանձնաժողով մի հատ գործ, ասում էր հաշվիչը չի կարդում, բայց ես կարծում եմ միջինացված հաշվարկով այս բաժանորդները այսքան պետքա դրվի։ Ախր մի անգամից վարույթ տուգանք չգիտեն եւ այլն։ Այն չի եղել իրականում իրենք ասեցին, ես այլ ինֆորմացիա ունեմ ելույթում ձեզ կտամ, որ այդ հաշվիչներից չասեմ, էլի մի քիչ այս ինտրիգային թողել, բայց ներողություն։ Այն որ իրենք կատարել են միջինացված հաշվարկ, դա շատ մեղմ ասած սխալ է։ Ճիշտ է, որ դուք երբ որ հետ ժամանակավոր կառավարիչ եք, այսպես ասած քֆուր եք դրել այդ տեսուչների վրա, որ ով կիլովատ դողանա հավելադրում անի, իր ասենսն է։ Հիմա ուզում եք հայրս որպես միակ իրավաբան ակադեմիկոս այս նայի եւ նախատի ինձ։ Վայջան, կիրառել եմ տարբեր գործիքակազմեր, այդ թվում որոշակի ոչ հանցակազմ պարունակող գործիքակազմեր, որոնք իմը չի, իմ դաստիարակությունը չի, բայց ստիպված կիրառել եմ։ Ասեմ ձեզ, մեր աշխատակիցներից շատ-շատերի հետ բարոյական զրույցի դեպքում հավատացած եղեք, երբ որ մարդու հետ տղամարդու պես ձեռքի ես տալիս եւ ասում ես, որ այսպես մեղմ ասեմ, սա անել անբարոյականություն է, հավատացեք, որ շատ-շատերը դա ընդունել են։ Անգամ ձեզ մի դեպք պատմեմ, լրագրողներից մեկը զանգեց ինձ, ուղղակի որ իմանա էսենց է լինելու, ամբողջ արխիվս կպահի, էլի, այսպես ասած, այդ իմ աշխատանքի ժամանակ զանգեց, ասեց, տեսուչին ասում եմ, հավելագրում ես արել, ասում է, ես ու անբարոյականի տղա չեմ հավելագրում արել։ Հիմա բոլորը չգիտեն ինչ եմ ասել։ Չէ, ես չեմ։ Ղազենյան, ձեզ շրջում էլի։ Նախորդին այստեղ վերջուցագիր էր կարծում հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը ֆինանսատնտեսական, ֆինանսական տեխնիկական բաժնի վարչապետը ղեկավարը։ Որքանով է իր այս զեկուցագիրի օբյեկտիվ հաշվի առնելով հանգամանքը, որ ընդամենը Մետրոպյանից հետո նշանակված կադր է եւ կարող է օբյեկտիվ լինել առնելով այդ ստորադասության սկզբունքը աշխատանքային։ Հարց ու պատասխանը տեսնելու դեպքում դուք կտեսնեք, որ այդտեղ բոլոր կետերով, այսօր նաև իմ ելույթում, եթե հասցնենք ելույթները այսօր, կտեսնեք, որ բոլոր կետերում կա խնդիր։ Կա երկու, այսպես ասած, պատասխան իմ բոլոր հարցերին։ Առաջինը ընդունում են թերացումները, սխալները, երկրորդը տալիս են այնպիսի պատասխան, որ իմ հարցեր կապ չունի։ Պարոն Ղազենյան, դուք շարունակում եք պարոն Պետրոսյանին հրավիրել բանավեճի ուղղություններում։ Ես միշտ բաց եմ, եթե որևիցե խնդիր կա, իմ ասածների հակառակ կարծիքը կա, պատրաստ եմ լսել եւ բանավիճել, ինչպես առանձին, այնպես էլ այսպես յուրաքանչյուր հանրային հարթակում, յուրաքանչյուր։ Բայց պարոն Պետրոսյանը երեք ասաց, որ բանավիճելու բան չի։ Դե իր գործն է, ինչ ասեմ, ես էլ չունի։ Հրավերը ընդունում եք բանավեճը։ Ես